Հայաստանի ներկայիս ու երկրորդ նախագահների միջև հակասություններ են առաջացել Ղարաբաղյան խնդրի հետ կապված։ Ազատության հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեցին հայաստանյան փորձագետները, անդրադառնալով Ղարաբաղի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի և փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանի վերջին օրերի հայտարարություններին։ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն անգամ հակամարտություն բնութագրեց Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ երկու նախագահների միջև առաջացած իրավիճակը։ Որևէ կասկած չկա, Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ առկա է հստակ հակասություն, դեռ ավելին հակամարտություն ներկայիս նախագահ Սարգսյանի ու նրա մոտեցման և նախկին նախագահ Քոչարյանի միջև։ Առաջին անգամն է հայաստանյան քաղաքական պատմության վերջին շրջանում, որ Լեռնային Ղարաբաղը դարձել է բաժանման, ոչ թե միավորման հարց։ Երկրորդ, սա խորը բնական մրցակցություն է Սարգսյանի ու Քոչարյանի միջև, որը միգուցե տանում է նրանց և հավանաբար ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև ավելի խորը հրապարակային մի հակամարտության։ Հիշեցնենք, մայիսի 31-ին Ծաղկաձորում կուսակիցների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը 2 օր անց արձագանքելով Աստանայում Ղազախստանի նախագահի խոսքերին, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, հայտարարեց. Իսկ ով ասել, որ մենք Ղարաբաղում ենք մտնելու մաքսային միություն։ Այդպիսի բան չի եղել եւ չի էլ կարող լինել, որտեղ Ղարաբաղը Հայաստանի մաս չի այսօր կազմում, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով։ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը արժանացավ շատերի լուրջ քննադատությանը։ Մասնավորապես Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է։ Այնուհետև փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանը Ազատության հետ զրույցում ասաց, թե պետք չէ այդպիսի հայտարարություններով ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին։ Այս անգամ ի պատասխան փոխարտգործնախարարի խոսքերին, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը կրկին հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ, փաստորեն վերահաստատելով Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում։ Լինելով թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, թե Հայաստանի Հանրապետության նախագահ, Ռոբերտ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղյան կարգավորման վերջնական նպատակը հենց երկու հայկական պետությունների վերամիավորումն է։ Նա, ով կմոռանա այդ նպատակը, կմոլորվի, կմոլորեցնի ժողովրդին և կվտանգի Ղարաբաղը։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրական ինտեգրացիայի աստիճանը այսօր մոտ է կոնֆեդերատիվ մոդելին, երեկ ասաց Վիկտոր Սողոմոնյանը։ Իդեպ այսօր TRT-ի հետ զրույցում փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանը անդրադառնալով Սողոմոնյանի երեկվա հայտարարությանը նշել է. «Բավական է ընթերցել իմ պատասխանները լրագրողներին, համոզվելու համար, որ ես բանավիճում եմ Ադրբեջանի նախագահի հետ, այլ ոչ թե Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հետ»։ Խոսելով Ղարաբաղյան հարցի առնչությամբ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև առաջացած հակասությունների մասին քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը ասաց. երկրորդ նախագահը հասկանալով, թե Ղարաբաղյան բանակցային գործընթացը ինչի կարող է հանգեցնել, փորձում է տարանջատել իրեն գործող նախագահից։ Նազարբայևը հենց այնպես չխոսած մաքսակետերի մասին, որովհետև երբ որ Հայաստանը դառնա մաքսային միության անդամ, իսկ ամեն ինչ գնում է դեպի դրամ, դեռևս այս պահի դրությամբ կարող ենք ասել, ապա ըստ Նազարբայևի, իսկ Նազարբայևը իրան չի ներկայացնում, տվյալ դեպքում նա ներկայացնում է մաքսային միությունը, պետք է մաքսակետ դրվի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, այսինքն պետք է փաստորեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղը որպես մեկ ընդհանուր տնտեսական տարածք բաժանվի։ Հավելենք, որ հանրապետականները այսօր ակնհայտորեն խուսափում էին արձագանքել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի երեկվա հայտարարությանը։ Մենք խոսում ենք դե յուրայի մասին, մենք բոլորս մտածում ենք եւ գիտակցում ենք մի բանի մասին, բոլոր հայերը, եւ դա պետք չի բարձրացնել։ Հակասություն չեք տեսնում այստեղ։ Չեմ կարծում հակասություն, բոլորիս վերջնական նպատակն է դա, ինչի մասին որ այդ դեպքում նախագահն չհայտարարեց Ղարաբաղը մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ։ Այսօր մենք դիտարկում ենք Ղարաբաղը որպես առանձին միավոր։